Երևանի բժշկական կենտրոն ժամը 1-ին ընդունվել է 3 հիվանդ, 3 վիրավոր, որից 1 ոստիկանության աշխատող է եղել, ունի ազդրի սրունքի հրազենային վնասվածք, իր կատարվել է համապատասխան միջամտություններ, իրավիճակը գնահատում ենք կայուն, հիվանդը գտնվում է հիվանդասպան, եւ նաեւ ընդունվել են երկու վիրավոր Պավել Մանուկյանը եւ Արամ Մանուկյանը, որոնք անմիջապես համապատասխան միջոցառումներից հետո տեղափոխվել են վիրահատարան եւ կատարվել են վիրահատությունների մասին կասի Արմեն Ռաֆայելովич։ Պավել Մանուկյանը ընդունվել է զույգ ազդրերի հրազենային թափածակող վնասվածքով, ձախ աջ ազդրոսկրի բազան բեկոր կոտրվածքով, կատարվել է վերքի առաջնային վիրաբուժական մշակում եւ հիվանդը տեղափոխվել է եւ ոսկրի օստեոսինտեզ, որից հետո հիվանդը տեղափոխվել է ոսկրի ֆիքսացիա, կոտրվածքի ֆիքսացիա, որից հետո նա տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք եւ Արամ Մանուկյանը ընդունվել է ձախ ազդրի վերին երրորդականի թափածակող հրազենային վնասվածքով, նույնպես կատարվել է վերքերի առաջնային վիրաբուժական մշակում, ոսկրերի ֆիքսացիա եւ տեղափոխվել նույնպես վերակենդանացման բաժանմունք։ Պավլիկ Մանուկյանի եւ որդու վիճակը ինչպես է գնահատվում։ Այս պահին երկու տուժածի վիճակն է գնահատվում իբրև ծանր, սակայն կայուն եւ վերահսկելի։ Երկուսն են գտնվում են արհեստական շնչառության պայմաններում։ Մենք կատարում ենք ցավազրկողների ներարկումներ, քնաբերների, որպեսզի կայուն իրենք առնվազն մինչև առավոտ լինեն հանգիստ վիճակում։ Այս պահին հիմնական վտանգները, որոնք կան, այդ դրանց դեմ ուղղված միջոցառումներ է կատարվում։ Երեքից ամենածանրն վիճակն է։ Ստացված վնասվածքը։ Ոստիկանի վիճակը կարելի է գնահատել իբրև միջին ծանրության, երկու մնացած տուժածները ծանր են գնահատվում։ Համատականներ ճշգրիտ անցկացնել ինձ թվում է ճիշտ չէ, երկուսն էլ ծանր են։ Մենք սուր շրջանում ենք գտնվում, անմիջական վնասվածք ստանալուց եւ վիրահատական միջամտությունից հետո ինձ թվում է պետք է համբերել առնվազն 48-ից 72 ժամ, որպեսզի փոքր ավելի ճշգրիտ կանխատեսումներ անենք։ Ամենայն դեպս բոլոր միջոցառումները հիմա տվյալ պահին կատարվում են եւ շարունակվում են կատարել եւ մենք աշխատում ենք հիվանդների վրա եւ հիմա մեզ կներեք մենք շտաբում ենք գնալ վիրահատությունը։ Վիրահատությունը 2 ժամ է։ Երբ որ հիվանդը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում եւ մենք գնահատում ենք իրավիճակը ծանր, բայց կայուն, իր կյանքին վտանգ է սպառնում, բայց ծանրությունը դրանով է պայմանավորված, բայց մենք ամեն միջոցառումներն ենք անում, որպեսզի այդ վտանգները նվազեցնենք։ Եվ հիմա մենք պետք է գնանք այնտեղ եւ շարունակենք աշխատել։ Երեքն էլ արհեստական շնչառություն։ Մենք ամենից